5-րդ դարի դավանաբանական վեճերի ժամանակ, երբ որ արդեն Քաղկեդոնի 451 թվականի ժողովից հետո գնաց բաժանում արևելյան ուղղափառ ընտանիքի եւ արևմտյան եկեղեցու եւ դրանից հետո կային շարունակական դավանաբանական վեճեր եկեղեցիների միջև, մեր եկեղեցու համար չափազանց կարևոր էր այն հանգամանքը, որ իր հիմնադիրները հենց Քրիստոսի երկու առաքյալներից են։ Այս հանգամանքը ամրացնում էր հայ եկեղեցու դիրքերը տարբեր դավանաբանական վեճերում եւ հնարավորություն էր տալիս, որ մեր եկեղեցու հայրերը հիմնավորեն, որ մեր եկեղեցին ոչ թե անջատվել է արևմտյան եկեղեցուց կամ իբրև թե մենք ենք այդ ընդհանրական եկեղեցուց առանձնացած, այլ հակառակը մենք ենք ընդհանրական եւ առաքելական Սուրբ եկեղեցու սկզբնական աթոռներից մեկը եւ փաստորեն անջատումը եւ շեղումը ճշմարիտ ճանապարհից բնորոշ է արևմտյան եկեղեցուն, այլ ոչ թե մեզ։ Այսինքն դավանաբանական վեճերում Թադեոսի եւ Բարդուղիմեոսի Հայաստանում ունեցած գործունեությունը լուրջ կռվաներ, լուրջ փաստարկեր, հիմնավորելու որ մեր եկեղեցու դավանաբանական եւ նվիրապետական հիմքերը ամուր են։ Մանավանդ որ Թադեոսը եւ Բարդուղիմեոսը Հայաստանում հիմնել են եպիսկոպոսական աթոռներ, այսինքն նվիրապետական աթոռների հիմնադրման գործընթացը նրանք են սկսել եւ այնուհետեւ Գրիգոր Լուսավորիչը արդեն քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո ամբողջացրել է նվիրապետական կառույցը, հաստատել է 36 եպիսկոպոսություններ, ինչի մասին հաղորդում է Ստեփանոս Օրբելյան պատմիչը։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։